Բրավո, պարոն Կոնջորյան, 20 րոպե խոսեցիք ամեն ինչի մասին, բացի մամուլում քննարկվող թիվ 1 թեմայից։ Ձեզ ուղիղ տեքստով, փաստերով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Ամենամիս ձեր կինը պետական ընկերությունից HiPost-ից $10,000 է ստանում, դուք կապ չունեք, ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուի կարգավիճակով ամբիոնին մոտեցած Հայկ Կոնջորյանի ընդդիմությունը սա էր հարցնում։ Ես իմ խոսքում չասեցի, որպեսզի ըմբոշխնեմ ձեր հարցի միջոցով այդ հարցը։ Կոնջորյանի պատասխանը անակնկալ էր։ Իմ կինը HiPost-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ։ Ազատությունն էր պատմել Կոնջորյանի կինը Շուշան Ալեքսանյանը տարեկան ավելի քան $118,000 է ստանում։ 2 տարի առաջ տնօրենի պաշտոնն ստանձնել է մրցույթով, սակայն մրցութային նիստերի արձանագրությունները Ազատությանը չեն տրամադրվել։ Դրան վերաբերող հարցերը անպատասխան են մնում։ Ընդդիմությունը կասկած ունի, որ Կոնջորյանի միջնորդությամբ է կինը բարձր պաշտոն ու աշխատավարձ ստացել։ Ինչպես է նշանակվել Կոնջորյանի կինը HiPost-ի տնօրենի պաշտոնում եւ ինչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում։ Հետաքննության վերնագիրը սա էր, բայց Կոնջորյանը ուշացած առաջարկ ունի։ Հայկ Կոնջորյանի կինը HiPost-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Կամ վերնագիր օրինակ, ինչքան գումար է հարկատուների կողմից վճարված վատնել Ագնեսա Խամոյանը որպես ազգային ժողովի падգամավոր 5 տարիների ընթացքում։ Փոխնախագահի թեկնածուն պնդում է պետական ընկերություն ղեկավարող իր կինը պետությունից փող չի ստանում։ HiPost-ը 100%-ով ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը եւ HiPost-ի մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել։ Որովհետեւ մեկ բյուջեից չստան, պետական հիմնարկը, բա ի՞նչ է։ Պետական հիմնարկը ի՞նչ է։ Գեգամ Մանուկյանը, նրա թիմակից Արթուր Խաչատրյանը ոչ մի կերպ չէին պատկերացնում ինչպես է հնարավոր, հատկապես որ ընկերությունը վնասով է աշխատում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ղեկավարած Կոնջորյանը, որ հիմա էլ խորհրդարանի փոխոսնակի թեկնածու է, իր խոսքով ակտիվ խորհրդարանական, համոզված է կնոջ աշխատավարձի վերաբերյալ հարցադրումը, եղբոր Ավետ Կոնջորյանի հետ կապված սկանդալը միջոցներ են իրեն հարվածելու, իր դեմ կոմպրոմատ չեն գտել։ Եթե դուք ուշադիր նայեք այդ պատմություններին, այդ պատմությունների մեջ վիթխարի քանակություն fake news գոյություն ունի։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը սակայն հարցից ոչ մի կերպ չէր նահանջում։ Վնասով աշխատող ընկերության տնօրենի $10,000 աշխատավարձը որտեղից։ Այս տարի սալոր կերել եք, ասում եմ սալոր չեմ կերել, բայց Մարոկոյի սուլթանը պատվարժան մարդ է։ Ես ձեզ ինչ եմ հարցնում, դուք ինչ եք պատասխանում։ Լավ, HiPost-ին անդառնում, ասեմ 523 միլիոնի վնաս ունի։ Դուք ասում եք պարտք չի վերցնում, շատ լավ, բա որտեղից այդ վնասը փոխհատուցան։ Որտեղից։ Ուրեմն կամ պետությունից պետքա փոխառություն ստանա, կամ գնա որպես ՓԲ բանկից ստանա։ Հարցում ուղարկել HiPost-ին վերադաս գերատեսչությանը Կոնջորյանն ասաց ինքը քաղաքական հարցադրմանն է արձագանքում։ Արդյոք Հայկ Կոնջորյանը միջամտել է, որպեսզի իր կինը նշանակվի HiPost-ի տնօրեն։ Ես ոսկեղենիկ հայերենով մեծրոպատար բանավոր ասեցի, որ ոչ, ես չեմ միջամտել եւ ես չէի կարող միջամտել։ Ոչ մի արտարոց բան կինը HiPost-ում վարչություն էր ղեկավարում, հետո էլ ընկերությունը եւ ընդհանրապես ըստ Կոնջորյանի իր տիկինը դեռ 10 տարի առաջ էր ստանում այնքան, որքան հարց տվող պատգամավորները, իսկ որքան են ստանում ընկերության 1200 փոստատարները։ Հարցը ընդդիմադիրներից Ագնեսա Խամոյանը բարձրացրեց, ինքն էլ պատասխանեց 80,000 դրամ։ HiPost-ի տնօրենը, որը վնասով է աշխատացնում, որը վարկային միջոցներ է ներգրավում, ամսական $10,000 աշխատավարձ է ստանում, շարքային աշխատակիցը 45 անգամ պակաս աշխատավարձ է ստանում։ Դուք վերջին անգամ HiPost երբ եք մտել, շենքային պայմանները տեսել եք, իսկ գիտեք, որ ծառայությունները կրկնակի թանկացել է, երբ որ պետության կառավարմանն է հանձնվել։ Թիմակցին սատարելու համար ամբիոն բարձրացավ փոխնախագահի մյուս թեկնածուն Վահագն Ալեքսանյանը։ Մարդը 30 օր, մի ամիս աշխատում է ու ստանում $10,000, ինչ կա։ Սա նախկինների համար թեյավճարի փող է ըստ Ալեքսանյանի։ Ընդդիմությանը հորդորեց իրենց կողքին նստած երկրորդ նախագահի որդու Քոչարյանների ունեցվածքին նայել։ Ձեր կողքին նստած մարդուց դատախազությունը պահանջում է եւ իր ընտանիքից $200 միլիոն ապօրինի գույք, $200 միլիոն դա գիտեք ինչքան է, պարոն Մանուկյան։
Պարոն Մանուկյան, եթե դուք 2000 տարի լինեք падգամավոր, դուք 200 միլիոն դոլարի աշխատավարձ չեք ստանա։ Քվեարկությունը վաղն է, քպականները Հայկ Կոնջորյանին երևի կընտրեն փոխխոսնակի պաշտոնում։